շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել այսօրվա համար, բայց երևի սկսենք այս թեմայից, ես հիմա ընդամենը 50 վայրկյան է այս տեսանյութը կմիացնեմ, երկու Նիկոլ Փաշինյաններ, մեկը 2021 թվականին, մեկը 2025 թվականին արդեն, ինչ է ասում նա։ Ղարաբաղի հարցը չի լուծվել, զոհերի համար ինչ եք մեղադրում, Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Նրանք ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, ասում են, որ Հայաստանը պետք է նոր պատերազմ ունի։ Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Խնդրեմ, եւ սա 2025 թվականին այսպիսի հայտարարություն Նիկոլ Փաշինյանը անում է Գերմանիայում, որտեղ նաեւ ինքը նույն պարտության վրա է դնում մտածածին, հորինված արևմտյան Ադրբեջանը եւ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղը։ Առաջարկելով Ալիևին հրաժարվեք դուք ձեր այդ խոսույթից, դե մենք էլ հրաժարվում ենք Լեռնային Ղարաբաղից, արցախցիների իրավունքներից։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը համեցեք։ Նիկոլ Փաշինյանի այս ասացին ես կասեի Ղարաբաղի այայի խոսքով Ղալաթա տրա Նիկոլ Ղարաբաղի հարցի շարունակությունը բոլորովին պատերազմ չի նշանակում։ Բավական է շանտաժ անես այս ժողովրդին, բավական է վախեցնես պատերազմով։ Ղարաբաղի հարցի լուծման տարբեր խաղաղ ճանապարհներ կան։ Որ մեկն ես փորձել, որ չի ստացվել։ Ինչ ես փորձել, որ պետությունում ես բարձրացրել ղարաբաղցիների հարցը։ Քո սեփական երկրում ինչ ես արել ղարաբաղցիների համար։ Նիկոլ, ես սիրելի ժողովուրդ, այն, որ արցախցիների վիճակը Հայաստանում քանի գնում ողբերգական է դառնում, դա տեսանելի է բոլոր անկյուններից, ձեր աչքի առաջ է կատարվում ամեն ինչ։ Այն, որ Նիկոլը ալերգիա ունի ղարաբաղցիներից, դա եւս տեսանելի է, բոլորիդ աչքի առաջ է կատարվում։ Արցախցիները ավելի շուտ ներկայացությունը փորձեց մի անգամ ցույց տալ, որ իրենք կան որպես իշխանություն։ Ազգային ժողովը փորձեց ցույց տալ, որ իրենք կան, իրենց ժողովրդին տեր են կանգնում։ Հաջորդ օրը եկան խուզարկելու ներկայացությունը։ Այս է վերաբերմունքը արցախցիների նկատմամբ, իշխանությունների վերաբերմունքը։ Ինչ վերաբերվում է սոցիալական խնդիրներին, ղարաբաղցիների, սերտիֆիկատները կեղծ թղթեր են, համարյա չգործող թղթեր են, որ բանկի մոտենում ես սերտիֆիկատով դուրս գալու դուռն է ցույց տալիս։ Էլ չեմ խոսում սերտիֆիկատի բովանդակության մասին, այն խղճուկ չնչին 3 միլիոնի մասին, որ մարդիկ պետք է 3 միլիոնով տուն առնեն։ Ենթադրենք, թե տանը կա 2 թոշակառու ծերեր, որոնք մի կերպ մի անկյուն գտել են, այնտեղ ապրում են։ Եվ այդ 2 թոշակառուն ստանալու են 6 միլիոն դրամ։ Նիկոլը թող ինձ հուշի եւ ասի. 6 միլիոն դրամով մի բնակարան գտնի, ես գիտեմ այդպիսի ծերերի տեղեր, շատ գիտեմ։ 6 միլիոնով բնակարան գտնի եւ ապահովի այդ մարդկանց։ Սա նշանակում է ծաղրել արցախցիներին։ Ես այս եմ ասում ընդամենը։ Մարդիկ թողել են տարիների իրենց կուտակածը, իրենց տները,
իրենց հողերը, իրենց շիրիմները, իրենց թանկ սրբության սրբոց երկիրը եկել են այստեղ եւ նրանց շպրտում են այդ 3 միլիոն դրամը, որը նույնպես շատ դժվարությամբ է ստացվում։ Ոչ բոլոր բանկերն են, որ ցանկանում են սերտիֆիկատներով գործարքներ կնքել։ Եվ ուլտիմատումներ են ներկայացվում, մինչև Հայաստանի քաղաքացիություն չընդունես, չես ստանա սերտիֆիկատ։ Հայաստանի գերագույն խորհուրդը իր ժամանակ որոշում ուներ ընդունած, որ Արցախի քաղաքացին համարվում է Հայաստանի քաղաքացի։ Մեր անձնագրի վերջի էջի վրա գրած է, որ այս անձնագիրը հանդիսանում է անձնագրի տիրոջ անվտանգության և քաղաքացիության երաշխավորը։ Մեր անձնագրի վրա գրած է Հայաստանի Հանրապետություն կներեք։ Եվ այսքան արհեստական քաշքշուկները աշխատանքի ընդունվելուց պետական մարմիններում, սերտիֆիկատ վերցնելուց, այս արհեստական քաշքշուկները ինչ են նշանակում, եթե ոչ դուրս արի Հայաստանից գնա ուրիշ տեղ ապրի։ Եվ քիչ չեն դուրս եկողները և դուրս եկածները, քիչ չեն։ Այնպես, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով քննարկելը երբեք չի նշանակում պատերազմ։ 35 տարի Ադրբեջանի հետ բանակցել են նախկին իշխանությունները, բա ինչի չեղավ պատերազմ։ Սա ինչ շանտաժ է։ Թումանյանի չարի վերջը Նիկոլի ամենասիրած հեքիաթն է, ով բերանը բացում է, աղվեսը կացինը սրած, գնում է նրա ծառը կտրելու։ Այս է ընդամենը։ Այս մարդը իրեն հորջորջել է և այսօր էլ շարունակում է ինքը իր մասին արտահայտվել ժողովրդավարություն բերող ղեկավար որպես Հայաստանում ժողովրդավարություն բերող։ Այ ես ձեր ցավը տանեմ, Հայաստանում երբ է եղել այսքան ոստիկան։ Հայաստանում երբ է եղել 37 թիվը, եղել է մենակ 37 թվին։ Իսկ այսօր մենք վերադարձել ենք 37 թիվ։ Ժողովրդավար կոչված երկրում մի նախադասության համար մարդուն բանտ կտնեն։ Ժողովրդավարություն կոչվող երկրում մարդուն թույլ չեն տա իր կարծիքը ասի։ Քանի այսպիսի ժողովրդական երկիր կա մոլորակի վրա։ Սա բռնավարական երկիր է Հայաստանը, ոչ թե ժողովրդավարական, այլ բռնավարական։ Ինչ ասեմ։ 2 օր առաջ տաքսի էի նստել աղջկաս հետ իջնում էի Ավանից, երբ մեր բարբառով աղջկաս հետ խոսեցինք, տաքսիստը հարցրեց. Ղարաբաղցի եք, ասեցի այո։ Ասեց տարհանված եք, ասեցի այո։ Ասեց տուն ունեք, ասի ոչ։ Վարձով եք ապրում, ասացի այո։ Եվ ինչ ասեց այդ տաքսիստը մեզ, հարց է տալիս։ Բա ինչու չեք ձեր Քոչարյան Ռոբերտին ասում ձեզ համար տուն առնի տա։ Բոլոր տաքսիստներին եմ ասում այս եթերով և բոլոր նման մտածող հայաստանաբնակ բնակիչներին։ Քոչարյան Ռոբերտը իմ տունը չի տվել Ալիևին։ Իմ բնակարանը
նվեր է տվել, իմ երկիրը նվեր է տվել Նիկոլ Փաշինյանը։ Նրա կոտրած ձեռքի ստորագրությունն է այդ թղթի տակ։ Դրա համար ես Նիկոլ Փաշինյանից եմ պահանջում տուն եւ երկիր։ Ղարաբաղի հարցը փակված է։ Ինչով ես փակել, քանի ղարաբաղցու ես տուն տվել, հլա ասա տեսնեմ։ Քանի ղարաբաղցու ես նրա ունեցած վնասը հատուցել, փոխհատուցել։ Նա 3 միլիոն է թողել Ղարաբաղում։ Ինչ ես արել, որ Ղարաբաղցու հարցնել փակում ես, գնում արտասահմաններում հայտարարություն ես տալիս։ Եվ տաքսիստը ինձ հարցնում է, ասում է, համել ձեր վարչապետը չի, ինչի եք իրենից պահանջում, նա մեր վարչապետն է։ Ասում եմ, որ ձեր վարչապետն է, իմ տան հետ ինչ գործ ուներ։ Ինձ ինչի է գաղթական սարքել, ինչի է ունեզրկել այդ մարդը։ Ինչ գործ ուներ Ղարաբաղի հետ, ղարաբաղցիների հետ, ինչի էր եկել ընդեղ փորը ճղում, բերանը ճղում ասելով Արցախը Հայաստան է եւ վերջ։ Տղամարդը քանի անգամ խոսքը կփոխի Նիկոլ։ Նիկոլ ամոթ է վերջապես։ Ամոթ է։ Ամեն ամիս մի բան ես ասում, ամեն տարի մի բան ես ասում։ Այ մարդ վախենում ես Ալիևից։ Աթոռը թող գնա, ով որ չի վախենում, թող գնա նստի։ Գնա վախը տա բնական երևույթ է, մենք քեզ չենք մեղադրում, որ վախենում ես։ Պատերազմից, Ալիևից, Թուրքից։ Թող գնա ձեր տուն հանգիստ նստի, ով որ չի վախենում, թող նա գա եւ մեր հարցերը լուծի։ Այս ինչ վիճակ է։ Այս ինչ վիճակ է արցախցիների մոտ։ Դուք սպասում եք, որ ամբողջ աշխարհին արցախցիները հայտարարություն տան, որ իրենց մեծ մասը փողոցներում է ապրում։ Դուք դրան եք սպասում, իշխանություններ։ Խուզարկություն արեցիք, խուզարկեցիք, ինչ գտաք։ Ինչ գտաք, հլա ասացեք տեսնեմ, վաղը մյուս օրն էլ կասեք, դե շենքը սեփականաշնորհում ենք, շենք էլ չունեք։ Այն մյուս օրն էլ կասեք մեր նախագահին, ձեր բակալում եք ձեր նախագահին։ Ինֆորմացիա եք դնում, որ իբր թե ինքն է նախագահներին նախկին տվել թուրքերին։ Ամոթ է էլի վերջապես, ուզում եք ձեր բակալեք ազնիվ եղեք գոնե։ Գոնե արդար եղեք, մի քիչ արդար եղեք։ Բանդերում էլ տեղ չկա։ Ձեր գործը վերջացրել եք ամեն ինչ, ղարաբաղցիներին ապահովել եք, տնով, տեղով, ունեցվածքով, հողով։ Ընկել եք հիմա էլ եկեղեցու հետևից։ Ինչ է նպատակ այս իշխանությունների, ես ուղղակի ապշում եմ։ Ինչ է նպատակը, իշխանությունը գալիս է երկիրը բարգավաճ սարքելու, իշխանությունը գալիս է երկիրը հզորացնելու, դուք եկել եք այս երկիրը քանդում եք։ Այդ ում կողմից եք եկել։ Այդ ով է ձեզ հավաքագրել եւ ուղարկել Հայաստանը քանդելու։ Նիկոլ Փաշինյանի արածը եկեղեցու հանդեպ ինձ միայն մի բան է հուշում։ Այդ մարդը աղանդավոր է։ Կյանքի խոսքի երևի, դա իմ կարծիքն է, անդամ է, որովհետև Գյումրիում էր նաև այդ աղանդի նախագահան իր հետ միասին Արթուր Սիմոնյանը։ Նրա արարքները, Նիկոլ Փաշինյանի արարքները ապացուցում են եւ հուշում են, որ ինքը աղանդավոր է, կյանքի խոսքն էլ չի ընդունում, ԶԱԳՍ-ի գրանցում, եկեղեցու ծեսեր, ծիսակատարություններ, պատարագի որոշ մասեր, Նիկոլն էլ չի ընդունում։ Դուք ինչ է, փորձում եք Հայաստանում թոնդրակյան շարժում ստեղծել։
Ինչ է ձեր նպատակը։ Դուք թույլ կտայիք, որ եկեղեցին քիթը խոթեր ձեր պետական արտաքին քաղաքականության մեջ, ձեր պետական կառավարման մեջ, դուք ինչի եք ձեր քիթը խոթել նրա կառավարման մեջ։ Ասում են եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ եկեղեցականները, բայց իրենք իրենց քաղաքական կեղտոտ ոտքերով մտել են մայր տաճար ըստ էության եւ խառնվում են եկեղեցու ներքին կազմակերպին։ Նիկոլ, եկեղեցին, հայ ժողովուրդը եկեղեցու հոտն է։ Եթե հայ ժողովուրդը խրված է քաղաքականության մեջ, քեզ նման անճարակի պատճառով տհաս քաղաքականության մեջ ու չի կարողանում դուրս գալ։ Եկեղեցին իր հոտին ինչպես պիտի օգնության հասնի, եթե չզբաղվի այդ քաղաքականությամբ։ Դուր չի եկել, որ կաթողիկոսը Շվեյցարիայում Արցախի վերադարձի, արցախցիների վերադարձի հարցն է բարձրացրել։ Դուր չի եկել։ Կամ դու ինչ համեմատության եզրեր ես դնում արևմտյան Ադրբեջան խոսրույթի, որ ես մի քանի ամիս առաջ եմ լսել։ Իմ ամբողջ կյանքը անցել է քաղաքականության մեջ, գրականության, պոեզիայի, պատմության մեջ, եւ ես առաջի անգամ լսում եմ այդ բառակապակցությունը արևմտյան Ադրբեջան, որին համեմատում ես Արցախի եւ արցախցիների հետ։ Խելքդ պակասել է, դեղ ընդունի, այ մարդ գնա բժշկի։ Ինչի՞ ես ժողովրդին անհարմար վիճակի մեջ դնում։ Ինչի՞ պիտի հայը քո պատճառով ամաչի աշխարհում։ Արցախը ինքնուրույն միավոր է եղել դարեր շարունակ։ Արցախը միավոր է եղել եւ խորհրդային միության տարիներին ինքնավար մարզ է եղել։ Արցախը միավոր է եղել, հանրապետություն է եղել խորհրդային շրջանից հետո, ճանաչված թե չճանաչված, բայց ընդունել են, որ նա առանձին միավոր է։ Դու հետ ես արևմտյան Ադրբեջանը, որ երբ է միավորում եղել առանձին պետական։ Ինչ արևմտյան Ադրբեջան, այ ընկեր։ Փախստականների հարցն եք դնում, որ արևմտյան Ադրբեջանից փախստական չվերադառնա, արցախցիների փոխարեն կարող էիր դնել Բաքվից վռնդված հայերի հարցը, Կիրովաբադից վռնդված, Սումգայիթում սպանված, ցեղասպանության ենթարկված հայերի հարցը։ Արցախը ավելի հին է, քան Հայաստանը, դու ո՞նց ես համեմատում, համեմատական եզրեր դնում Արցախի եւ արևմտյան Ադրբեջանի միջեւ։ Ուղղակի մարդու ուղեղում չի տեղավորվում այդ մարդու խոսածները, այդ մարդու ասածները, արածները։ Շատ դժվար է խոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Շատ դժվար է խոսել։ Մի հայտ ասույթ կա, ասում է հիմարի հետ վիճողը ինքն էլ է հիմար։ Չեմ ուզում քեզ վիրավորեմ, բայց այդպես է դուրս գալիս։ Ես ասում եմ այն խոսքերը, որի մտքով չի անցել տարիներ շարունակ։ Ինչ արևմտյան Ադրբեջան։ Ինչ փախստականներ։ Ինչ շենքեր կառուցել, որ դու կառուցում ես Երևանում դրանց համար։ Քո սեփական ժողովրդին թողել ես փողոցներում, եկողների համար շենքեր ես կառուցում, նորից եմ կրկնում։ Վախենում ես, իջի այդ աթոռից ու գնա ձեր տուն։ Այնքան անվախ մարդիկ ունենք, որ կգան, կնստեն ու այսպես ասած Ալիևի պորտը տեղը կդնեն։ Ոչ թե կխոնարհվեն նրա առաջ, գլուխ կկախեն։ Ամոթ է պետք, մի քիչ ամոթ, ուղղակի մի քիչ ամոթ։
91 թվականի սեպտեմբերն էր, Ելցինը, Նազարբայևը, Մութալիբովի և մի շարք այլ կառավարական անձանց հետ եկան Ստեփանագերտ, իբր թե բանակցելու մեր ակտիվի հետ։ Եկան Ստեփանագերտ և Մութալիբովը և տեսավ նախագահական շենքի վրա այն ժամանակ Մարզկոմի շենքի տանիքին Հայաստանի դրոշը, կանգնեց և ասաց ես չեմ մտնի ներս, դրոշը իջեցրեք մտնեմ։ Ժողովուրդը լցվել էր հրապարակը, ժողովուրդը պահանջեցին, որ դրոշը չի իջնելու, ուզում ես մտի, ուզում ես մի մտնի։ Մի կես ժամ կանգնեցին հրապարակում, թե Ելցինը համոզեց, թե ով, Մութալիբովը ձենը կտրած մտավ նախագահական շենք և բանակցությունները կայացան։ Ինչ եմ ուզում ասել, այն ժամանակ նրանք էին գլուխ խոնարհում մեր առաջ ու մեր դրոշի առաջ, հիմա դու ես գնացել գլուխ խոնարհում։ Ազգությունդ փոխի խնդրեմ, ինչ ուզում ես արա, բայց հայը գլուխ չի խոնարհի դրանց առաջ։ Արցախցին առավել ևս, ես մի անգամ եմ ասել, երկրորդ անգամ եմ ասում, արցախցին վախենալու չի դուրս եկել Արցախից ու եկել։ Վախը չի եղել պատճառը։ Պատճառը եղել է այն, որ Թուրքի հետ ինքը չապրի և թողել է իր սրբությունները և եկել, որ Թուրքին չխոնարհվի։ Իսկ դու պարբերաբար խոնարհվում ես նրանց առաջ։ Թուրքիայում գիրքն ես սեղմում կրծքիդ, Պրագայում սիրաշահում ես, ասում ես Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանագերտում ասում ես Հայաստան է։ Ուզում եմ քեզ նմանեցնեմ փողոցում կանգնած մանրավաճառ կանանց։ Մարդ էլ խոսքը 100 անգամ փոխի։ Երկրի ղեկավար այդպիսին կլինի բա։ Էլ ինչ հարցի պիտի պատասխանեի, խնդրում եմ։ Հա։ Որը լծվել է վեհապարի դեմ արշավին, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին, և որ կա հանրային պահանջ, որպեսզի վեհապարը րոպե առաջ կարգալույց անի այս մարդուն, մի մարդու, որի, եթե կարելի իհարկե Արցախը իր հայրենիքը ևս համարել, հայրենիքի, արցախցիների, ռազմագերիների հարցը բարձրացնելուց հետո առավել սրվեց վեհապարի դեմ այս արշավը, համեցեք։ Սրբազան Վրդանեսի մասին ասեմ։ Վրդանեսին կամոյին ես գիտեմ այն ժամանակվանից, երբ Պարքև Սրբազանի հետ նույն խմբում հոգևոր թեմը ստեղծվեց և ինքը օգնում էր Պարքև Սրբազանին և հետո դարձավ սարկավակ։ Հետո Պարքև Սրբազանը նրան ուղարկեց ճեմարան, օգնեց, դարձավ հոգևորական և այլն և այլն։ Վրդանես Սրբազան, քո ուսուցչից մի քիչ օրինակ վերցնեիր։ Դու մինչև առաջնորդ դառնալ Արցախի, ինչքան ես հիշում եմ, դու բանակի հոգևոր հովիվն էիր, ՊՆ-ի։ Եվ քո ճակերտավոր գերազանց աշխատանքի շնորհիվ մեր բանակի մարտական ոգին փշրվել էր, կորել էր, որովհետև հոգևոր հովիվ որպես ուշադրություն չէիր դարձրել ռազմա հայրենասիրական դաստիարակությանը զինվորի։ Էդ էլ կողքի տնենք։ Նիկոլի պատճառով դու կորցրել ես քո նախ ծննդավայրը ասեմ,
քո ծննդավայրը, քո երկիրը, հետո քո թեմը, որոնց հովիվն ես եղել դու։ Եվ այսօր գնում ես Նիկոլին խոնարհվում։ Մենք դիմել ենք վեհափառին, որպեսզի քեզ կարգալույծ անեն։ Արցախում չպետք է լինեն քեզ նմանները։ Չպետք է լինեն։ Ես հիշատակեցի Թոնդրակյան շարժում ասվածը, նրանք էլ դուրս էին եկել եկեղեցու եւ հոգեվորականների դեմ, եւ եկեղեցին չկոտրվեց, հաղթեց Թոնդրակեցիներին, նրանց ղեկավարներին բռնեց եւ ճակատներին աղվեսադրոշմեց, աղվեսադրոշմ։ Ձեզ էլ պիտի այդպես անեն, ով եկեղեցու դեմ է պայքարում։ Ոնց թե եկեղեցում պատարագի ժամանակ, թե պատարագից առաջ Հայաստանի հիմնը երգեցեք։ Հիմնը պետական ատրիբուտ է, պետական խորհրդանիշ է, եկեղեցունը ուրիշ է։ Ինչ կապ ունի հիմնը, տոնական օրերը հասկացանք, բայց ամեն պատարագի հիմնը երգելս որն է։ Հիմնը երգում էին Արցախում ամեն առավոտ դպրոցների բակերում, երբ երեխաները գալիս էին դպրոց, առավոտյան մարմնամարզությունից առաջ հիմնը երգում էին, մարմնամարզություն անում, մտնում դասի։ Պատարագի ժամանակ հիմնը ինչի են երգում, կարող ես ասել։ Այդքան շատ ես քո երկրի մասին մտածում, դրա համար 100 թաթ իրենց թաթերը դրել են քո երկրի վրա, Ամերիկան մի կողմից, Եվրոխորհուրդը մի կողմից, տնտեսական միջինասիական խորհուրդը մյուս կողմից, Թուրքիան մյուս կողմից, Ադրբեջանը մյուս կողմից։ Հայաստանի քարտեզի վրա այդքան թաթերը չի տեղավորվի, Նիկոլ։ Թող այս երկիրը ինքնուրույն ինքնիշխան երկիր լինի։ Հզորացրու բանակդ եւ վախդ կանցնի։ Վախը նրանից է, որ գիտես քո երկիրը թուլացրել ես։ Դրա համար եմ ասում, իջիր այդ գահից, դա քեզ համար չի։ Վախկոտ մարդու տեղ չի, երկրի ղեկավարի պաշտոնը վախկոտ մարդու տեղ չի։ Միթե դու չունես որևէ նախատիպ ղեկավարների, որոնցով կարողանայիր առաջնորդվել։ Թուրքին շատ ես սիրում։ Նրանք էլ են ունեցել իրենց ազգի համար շատ լավ սուլթաններ։ Նրանց օրինակ վերցրու, եթե շատ ես սիրում այդ ազգին։ Ստալինին օրինակ վերցրու։ Զարմանալի մի բան։ Բունկերը, մտել էիր բունկերը տղայի թողել բանակում։ Պատերազմի ժամանակ։ Ես չեմ հիշում 92 թվականի պատերազմի ժամանակ, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարներից որևէ մեկը բունկեր մտած լինի։ Ես չեմ հիշում այդպիսի դրվագ։ Ապրիլյանի ժամանակ որևէ մեկը բունկեր մտած լինի։ Վախ չափողի տեղ չգիտես։ Թուրքերը մոլլաներ ունեն, չափում են վախերը։ Գնա։ Սա ինչ բան է։ Էս ինչ վախկոտություն է, ուժդ մենակ քո սեփական ժողովրդի վրա է պատում, ով խոսի բռնեստան ես բանտ տնես։ Բանդերում էլ տեղ չկա։ Դեմը ընտրություններ է։
պատկերացնում ես ժողովուրդը ինչ է անելու։ Այդքանին ոնց ես ծիրվակալելու տանես։ Այդ որ Արցախցին, հլա մի հատ մտածի, էլի գիշերը գլուխդ դնում ես բարձին, որ Արցախցին Նիկոլ Փաշինյանին կընտրի։ Հնարավոր է նման բան։ Իր դահիճին, իրեն ունեզրկողին, իրեն գաղթական դարձնողին ընտրի։ Իսկ արցախցիները շատ են Հայաստանում եւ հին եւ նոր։ Մտածել ես մի հատ, թե մտածում ես ֆալսիֆիկացիա անես, կեղծիքներ անես ընտրություններին եւ մնաս քո աթոռին։ Չեմ պատկերացնում, թե կարողանաս, չեմ պատկերացնում։ Ամենաճիշտ քայլը քո կողմից կլինի, որ ինքնական հիմա հրաժարական տաս մինչև ընտրությունները։ Արժե զրկված չգնաս։ Այսքան բանը կասեի, սիրելի ժողովուրդ, եւ խորհուրդ կտայի ձեզ մանավանդ արցախահայերին։ Լուրջ մտածեցեք, լուրջ։ Դեմը ընտրություններ են։ Ում պետք է ընտրեք։ Այդ մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյան վարկ ես վերցրել արցախցիների համար։ Մի քիչ էլ սպասի, ընտրությունները կվերջանան հետո։ Ինչի ընտրությունների շեմին ես վարկը վերցնում, 2 տարի արցախցիները այստեղ են։ Վերջ տվեք այդ դիմակահանդեսին, զզվել ենք արդեն, զզվել, որովհետև գիտենք, դուք ինչ որ ՔՊ-ի մասին ախոսքս հեռուստատեսությունից ասում եք, 99% սուտ է և կեղծիք։ Այսքանը սիրելի ժողովուրդ, մնացեք բարով, պինդ եղեք արցախցիներ, մենք էլ մեր սեփական կարծիքը ունենք, բոլորիսով բան չի տնի Նիկոլ Փաշինյանը, և այդ կարծիքը շուտով կարտահայտենք ընտրության շեմին։ Առայժմ